ուրեմն Լսիայի Ղզողլյան 2021 թվականին, երբ որ ընդդիմությունը ցույց էր անում ձեր գլխավորությամբ, որ քո բջին կամ ձեր բջերից մեկին սնայպերով գլխից խփեին, այդի կլներ բեսպրիձել, ինչը որ հերը տա արը, այդ թուրքը մարտի մեկին Լեո փողոցի վրա այն ջահել տղուն սնայպերով գլխից խփին, այնոնը վիճվածքը ասուլիս է տալի, ասում է 100 հատուրանոց զեկույցում արձանագրված չի սպանություն, գրած է մահվան դետ, ուրեմն Լսիայի թուրք, բնականաբար խփողին չեք բր, խփողը Ղարաբաղցի է եղել, Ղարաբաղից բերել եք, սնայպերը տվել եք ձերը, հելը խփել է, գործը կոծկել եք, մինչև հիմա չեն իմանում ով է սպանել, բայց մենք բացահայտել ենք, այդ խփողը պատերազմում է մասնակցել ու այդ պատերազմում էլ զոհվել են, այդ մեծ մասը Ղարաբաղից որ բերել էին, Օգանոսկու գլխավորությամբ այս վերջի պատերազմում դրանց ուղարկել են առաջնագից, որ ուղղակի հետքերը վերացնեն այսպես, ըստ օդում կախված լուրերի այսպես ասենք, բայ վիժված, խի որ այսինքն արձանագրված չի սպանել են, այսպես մահվան դեպք է, այս ինչ կապիկություն է արա, բեսպրիձելը հետ է եղել Արտուր, որ Երևանի կենտրոնում մարդ գնդակահարեցին, սպանեցին, հիմա Լևոն Քոչարյանը բեսպրիձելից է խոսում, մոռացել է գնացել բերետների վրա գրել էր, հաղորդում էր տվել, այն կհիշեք հենց քրեական գործը հարուսվավ, գնաց Նարի հիվանդանոցում մատը ճղած սենց այսքան, ճանճներ թե մոծակներ կծե, կնիկը վազեց, նկարեց, Լևոնը գլխի ցնցում է, ուղեղի ցնցում է ստացել, Լևոնի գլուխը այնքան մեծ է, որ դի լոմով խփես, որ ցնցում ստանա, այդ երկու հատ բերետ TV-ից քաշիշելն էին, ասել, չէ Տիտանիկն էին նկարում, այն կհիշեք այդ հայտնի, հետո գնաց այդ բերետների այդ ոստիկանության աշտոնները գրեց, ցուցմունք տվեց, նրանք էլ իր վրա հաղորդում տվեցին ու սկսվեց հնդկական Չակորի մասին կինոն, Սիրուշոն վազեց, Սուզան Մարկանը ջուր բերեց, սրանք կապիկ են Արտուր, սրանք ընտանիքով շարքային կապիկ են, սրանք պետք է հնդկական կինոներում գնան հանդես գան խաղան,